Գիշերները կրակոցի ձայներ մերթ լսում եմ, բայց գիշերային ժամերին։ Երկարատև են այդ կրակոցները։ Ոչ, կարճատև են, բայց տարբեր ժամերին են։ Վնաս կրած։ Ոչ, նոր որևէ բան չկա դեռ։ Բայց տեսեք, կրակել են բնակավայրերի Ուղղակի որ կարողանամ լսել։ բնակավայրերի ուղղությամբ են կրակել եւ վնասվել են, հա, նաեւ տանիքներ։ Այո, վերջին տեղեկատվությունից հետո չի եղել բնակավայրերի ուղղությամբ։ Բայց տնեն ասում է, որ հենց բնակավայրերի ուղղությամբ անգամ մարդկանց տներ են վնասվում։ Չէ, դուք չլսեցիք ինձ ասում, վերջին այն տեղեկատվությունը, որ բանն հաղորդումը տվել է, դրանից հետո չի եղել դեպք, Ձեր որ կարծիքով ինչ նպատակի հետապնդում եւ ասում են, որ ըստ էության նաեւ խոճապ են փորձում հասարակության շրջանում, այս դեպքում սյունեցիների շրջանում տարածել։ խոճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակը որն է, դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն, որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Կրակոցների ֆոնին դեռ խաղաղության որակին հավատում են ձեր բնակիչները։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել։ Այո, իհարկե։ Չէ, որովհետեւ ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, ինքը հատուկ գիշերային ժամերին է կրակոցները լինում։ Որ մարդիկ ուզում են թողնեն գնա, որտեղ այդպիսի ինֆորմացիաներ տարածվում են եւս որ մարտնաստրամադրություններ։ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են գնալ։ Պարոն Ղուկասյան, վերջերս Սյունիքի մարզի գյուղից երկու երիտասարդ էին մոլորվել, փաստորեն հետո պարզվեց, որ անհասարակ ադրբեջանական կողմում չեն եղել։ Դուք կարող եք մանրամասներ հայտնել, ի վերջո տղաները որտեղ էին եղել եւ ինչու են ամբողջ գիշեր այդպես ուր են անցկացրել, ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, երբ որ այդ լուրը տարածվեց, բնականաբար ես չգիտեմ, այստեղ մարդ կար, ով փորձել էր ինձ հետ կապ հաստատել, ես հրաժարվեցի որևէ բան ասել, ինչի համար, որովհետև տեսեք, կա մի լուր, որ իրականում երկու երիտասարդները չկան, եւ այստեղ ցանկացած բան, որ իմ կողմից ասվեր, դա չէր լինի 100%-անոց ինֆորմացիա, հետեւաբար ես զերծ պահեցի որևէ բան ասելուց, բայց այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութն ընկնի նոր վերադառնան, հավանաբար վտանգավոր հատվածներ։ Դեպքում պարոն Ղուկասյան, ինչպես եք գնահատում այն փաստը, որ ԱԱԾ-ն խոսում էր իրենց Հայաստան վերադարձնելու մասին։ Դե ԱԱԾ-ն ինքը եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը, որ եղել է ինքը իրեն չենտեղ եւ պաշտպանության նախարարությունը կար եւ տեղական ինքնակառավարում եւ տարբեր տեղերից տեղեկատվություններ գալիս, հետեւաբար ես ինձ զերծ եմ պահել որևէ տեղեկատվություն տրամադրելուց, որովհետեւ այսպիսի իրավիճակներ են լինում։ Տեսեք ժողովուրդ ջան, կներողություն խնդրեմ, այս մասը ասեմ, այն հատվածները որտեղ որ իրենք մոլորված են եղել, այդտեղ կա բան, որևէ բան գոյություն չունի։ Հետեւաբար ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնելու ուղղությամբ աշխատում։ Տեսեք, սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքեր է, դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը, որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են, չէ, տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր, որը հետո իրենք հենց երիտասարդները Փաշինյանն էր այցելել Սյունիքի մարզ եւ մենք տեսանք, որ այնտեղ բացի կրթվել է նորաձև աշխարհի իրականացումից, տեսանք նաեւ ընդդիմադիր իրենց ժամանակին հրճակած համայնքապետերը ինչպես են շրջանի փոխարինը, ինչպես հաջողվեց ձեր գծի մեջ այսպես ասած, օրինակ Արուշ Արուշանյանը, որը ժամանակի Նիկոլ Փաշինյանի հրաժարականապահանջողների ջատագովներից էր, այսօր առաջի պլանում Փաշինյանի հետ քայլողներից է։ Գուցե ՔՊ-ին անդամակցելու քննարկումներ են ընթանում իր հետ։ Շատ լավ, կարծում եմ այս հարցը շատ երկար է, հա, այսպես քննարկվել տարբեր հարթակներում, ոչ իրականությունը ընդհանրապես այդպեսին չէ։ Իրականությունը այնպեսին է, որ տեսեք, ցանկացած համայնքի ղեկավար իրեն մտահոգում է իր համայնքի խնդիրները, ճիշտ է։ Եվ
բնականաբար չի կարող համայնքը կառավարության հետ չհամագործակցել իշահետ իր համայնքի, հետևաբար կառավարության հետ համատեղ կան բազմաթիվ գործընթացներ, աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրեր, մի խոսքով դա անհնար է ուղղակի չլինել որևէ աշխատանքային Չէ, նկատի ունեմ, որ ասում եք ինչու է մենք միասին քննարկել ենք եւ ասել ենք, որ աշխատանքային հարաբերությունները պետք է պահպանվեն, անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, դրանից պիտի ժողովուրդը Ես վստահ եմ, որ ինքը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից չէ եւ չեմ կարծում, որ ընդհանրապես քննարկվել է նման հարց։ Հիմա եթե պետք է սուբվենցիոն ծրագրեր իրականացնենք, տարբեր աշխատանքներ, ջրագծեր, գիտեք, հատկապես Սյունիքն է, Բարդն է, եթե մենք պիտի մեր անձնական հարաբերությունները այնպես անենք, որ դա ազդի ժողովրդի վրա, ես չեմ կարծում, որ դա ընդհանրապես անկեղծ եւ ճիշտ վարքագիծ է։ Եվ մենք կարողացել ենք այդ հարաբերությունները ստեղծել։ Ես իրականում նաեւ ուրախ եմ, որ այդ միջավայրը ստեղծվել է, որովհետեւ դրանից շատ բան էր կախված։ Հիմա տեսեք հարց եք տալիս, ասում եք մարդիկ ուզում են լքեն թե ոչ, պատկերացրեք մի պահ, եթե քաոս լիներ Սյունիքում, ապա ինչքան մարդ իրականում կցանկանար լքել Սյունիքը, հետևաբար նաև շնորհակալ եմ բոլոր համայնքապետերին, որ եկեք անվանենք դիմադրողականություն։